ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Աթենքում այսօր այցելել է Ակրոպոլիս տաճարը։ Այսօր Օբաման նաև ելույթ է ունեցել ժողովրդավարություն և գլոբալիզմ թեմայով։ Օբաման նախագահի պաշտոնում վերջին այցելությունն է կատարում Եվրոպա։ Հունաստանից նա մեկնելու է Գերմանիա հանդիպելու եվրոպական ազդեցիկ երկրների առաջնորդներին։ Այցելության հիմնական նպատակն է եվրոպական առաջնորդներին համոզելու, որ հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հետևանքով Եվրոպայի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի կարող փոխվել։ Օբամայի այցին ընդառաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգությունը։ Ոստիկանական լրացուցիչ հսկողություն է սահմանվել այն հյուրանոցի մոտ, որտեղ Օբաման իջևանելու է Բրանդենբուրգյան դարպասների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։ Ակնկալվում է, որ Բեռլինում Գերմանիայի կանցլերից բացի Օբաման հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետերի և Ֆրանսիայի նախագահի հետ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը ասել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը։ Կլիմայի փոփոխության հարցերով Մարոկկոյի ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հեռուստատեսային հարցազրույցում Օլանդն ասել է, որ այդ համաձայնագիրը անվտանգության երաշխիքներ է տալիս։ Իսկ կլիմայի փոփոխության Փարիզի հռչակագրի մասին Օլանդը ասել է, թե Փարիզում ընդունված փաստաթուղթը անշրջելի է, համաձայնագիրը նա պատմական է համարել։ Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում խոստացել էր վերանայել ԱՄՆ-ի դիրքորոշումը կլիմայի փոփոխության հարցերով։ Ֆրանսիայի նախագահը ասել է, թե Ամերիկայի հանրությունը պետք է հասկանա կլիմայի փոփոխության ռիսկերը։ Անցյալ տարի մոտավորապես 200 կառավարություններ ստորագրել են կլիմայի փոփոխության ռիսկերի դեմ քայլեր ձեռնարկելու Փարիզի հռչակագիրը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, թե Բրյուսելը քրդական աշխատավորական կուսակցության զինյալների և Թուրքիայում հեղաշրջման դավադիրների կենտրոն է դարձել։ Պակիստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է. Բելգիան հիմա կարևոր կենտրոն է դարձել ոչ միայն քրդական աշխատավորական կուսակցության զինյալների, այլ նաև Ֆեթուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության համար։ Ոչ մեկը հոգ չի տանում, երբ այնտեղ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Մեր մզկիթներն են հրկիզվում, ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նաև Գերմանիային է մեղադրել, նա ասել է, որ Գերմանիան լիարժեքորեն չի պայքարում ահաբեկչության դեմ, աջակցում է քրդական աշխատավորական կուսակցությանը և որ ինքը գերմանացի պաշտոնյաներին փաստաթղթերով ապացուցել է, որ այդ կազմակերպությունը Գերմանիայում դրամահավաքներ է կազմակերպում քրդական աշխատավորական կուսակցության զինյալների համար։ Հյուսիսային Կորեան նշում է Մայրերի օրը։ Նոյեմբերի 16-ը Մայրերի օր է հայտարարվել 4 տարի առաջ։ Մայրաքաղաք Փխենյանում քաղաքացիները տոնի կապակցությամբ ծաղիկներ են դնում Հյուսիսային Կորեայի առաջնորդ հիմնադիր Կիմ Ir Սինի և նրա որդու Կիմ Չեն Իրի արձաններին։ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերության նկարահանած ռեպորտաժում Փխենյանի քաղաքացի Սին Չոն Աեն ասում է. «Այսօր Մայրերի օրն է, ես այստեղ եմ եկել թոռնիկիս հետ մաքրելու արձանները, նշելու համար Մայրերի օրը»։ Rolling Stones-ի լեգենդար ռոք խմբի անդամները Միք Ջաքերը, Քիթ Ռիչարդը, Ռոնի Վուդը և Չարլի Ուոթսը Նյու Յորքում իրենց խմբին նվիրված ցուցահանդես են բացել։ 9 սրահներում ցուցադրված են Rolling Stones-ի անդամների զգեստները, կիթառները, անձնական իրերը, վերականգնված է նրանց առաջին բնակարանը, որտեղ նրանք ապրել և ստեղծագործել են, լիքը մոխրամաններ, դատարկ շշեր, էկրաններին ցուցադրվում են ռոք խմբի կլիպները։ Սրահներից յուրաքանչյուրի ցուցադրությունը յուրօրինակ է, ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ցուցադրությունը նրանք կոչում են փոշոտված խորդանոթ։ Ցուցահանդեսը Նյու Յորքում կգործի մինչև 2017-ի մարտի կեսերը, այնուհետև կտեղափոխվի Չիկագո։